Ռուբեն Վարդանյանի կինը 3 շաբաթում երկրորդ բացնամակն է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային։ Վերոնիկա Զոնաբենդը ադրբեջանցի օմբուդսմենին նորից առաջարկել է, որ ստեղծվի կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը կայցելի Բաքվում պահվող հայ գերիներին։ Տիկին Ալիևային խնդրում եմ աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու եւ անխոչնդոտ ելքի պայմանները։ Վարդանյանի կինը Նիկոլ Փաշինյանին խնդրել է հոգալ, որ այս նախաձեռնությունը համակարգվի պետական մակարդակով, Ադրբեջան այցի կազմակերպմանը ցուցաբերվի դիվանագիտական աջակցություն։ Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով եւ բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։ Ռուբեն Վարդանյանը, Արցախի քաղաքական եւ ռազմական մյուս ղեկավարները Բաքվում գերության մեջ են 2023 թվականի սեպտեմբերից։ Նրանց, ինչպես նաև մյուս հայ գերիների առողջական վիճակի մասին մոտ 1 տարի է հարազատները, հայ իրավապաշտպանները վստահելի տեղեկություններ չունեն։ Անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական իշխանության պահանջով փակվեց Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը, որի ներկայացուցիչները այցելում էին գերիներին։ Հայ գերիների առողջական վիճակի մասին վերջին տեղեկությունները ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն է հայտնել։ Մենք ունենք իրական խոշտանգումների դեպքեր, մենք ունենք այլ ստուգված ահազանգեր, ունենք արձանագրված լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնց առողջական խնդիրը բուժում չստանալու հետևանքով վատթարանում է եւ դրա դրսևորումները առավել ծանր եւ նկատելի են դառնում ընտանիքի անդամների համար։ Ըստ Սիրանուշ Սահակյանի, ադրբեջանական բանտերում կան հայ գերիներ, որոնք բռնության հետևանքով կոտրվածքներ են ստացել։ Ադրբեջանական փակ հաստատություններում, այդ թվում այն հաստատությունները, որտեղ պահվել կամ պահվում են հայ գերիները, խոշտանգումները ունեն էնդեմիկ եւ սիստեմատիկ բնույթ։ Այսինքն այստեղ գործ ունենք համատարած, համակարգային, արդեն իսկ օրգանիկ դարձած խոշտանգումների պրակտիկայի հետ, որտեղ բնականաբար էթնիկ հայերը չեն կարող լինել բացառություն, այլ կարող են լինել օրինաչափություն եւ կարող են բացական տարբերակված վերաբերմունքի արժանանալ պայմանավորված ազգային պատկանելիությամբ։ Հարազատները, որ երբեմն հեռախոսով լսում են գերիների ձայները, տեսնում նրանց ադրբեջանական հեռուստաալիքներով, նույնպես ահազանգում են գերիների առողջական վիճակը շատ վատ է։ Առողջ ու պինդ տղամարդիկ օրեցօր ավելի են հյուծվում, մաշվում։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։